գնում եք բանկ, դες մերժում են բանկը ու ջղայնանում եք։ Բացում եք հեռախոս, չեք կարող մուտք գործել email համակարգ, ջղայնանում եք։ Անձնական ազատությունների, գաղտնիության պահելու եւ այլնի մասին, հա, բոլոր փասվորդները փոխանցել երեխաներին, նոր գնալ պատերազմ։ Նյութերել կարած գնես, չգիտեմ, կարած ֆինանսավորես առանց բռնվելու։ Պատկերացնում եք, մենք ինչով ենք զբաղվում այստեղ։ Այստեղ կպատմեմ, որ սկսեք ինտերվյու։ Եկեք, բաց սա քննարկենք։ Պատրաստ ենք։ Միշտ։ Մասնագիտությամբ կրիպտոգրաֆ եմ, այսինքն գաղտնագրման մասնագիտությունն է, այդ ինքը շատ հին մասնագիտություն է, գոյություն ունեցող։ Իսկ կրիպտոարժույթների ոլորտը, այդ տեխնոլոգիաների ոլորտը համատաբար թարմ է, 10 տարուց մի քիչ ավել, ու երբ որ ես առաջին անգամ իրենց մասին լսեցի, բավական տրամաբանական էր, հա, կրիպտոգրաֆին փոխվել դեպի այդ ուղղությամբ, այսինքն լինելով ծրագրավորող ու գաղտնիքների տեսության, գաղտնագրման հետ աշխատող, միանգամից շատ հասկանալի էր ինչի համար են ստեղծված այդ կրիպտոարժույթները, ուր է տանում այս ճանապարհը ու ինչով իրանով պետք է զբաղվեն։ Բոլորն էլ մի մասնագիտություն ընտրում են, չէ՞, այտենց։ Ես Արտյոմն եմ, Web3 հիմնադրամի համահիմնադիրներից ու Blockstars Technology ընկերության հիմնադիրը։ Blockstars Technology ընկերությունը զբաղվում է ծրագրավորմամբ, բայց ոչ ստանդարտ, այլ Web3 ծրագրավորմամբ, այսինքն մարդկանց ավելի հայտնի լեզվով այդ կրիպտոարժույթների, բլոքչեյն տեխնոլոգիաների եւ ապագա ինտերնետի ծրագրավորումով, իսկ Web3 հիմնադրամն էլ այդ non-profit կառույց է, շահույթ հետապնդող, որ ստեղծվել է Web3 բլոքչեյն կրիպտո մասնագետների կողմից Հայաստանում, որպեսզի օգնենք ստարտափներին, բարձրացնենք գիտելիքների մակարդակը քաղաքացիների մոտ, որպեսզի գումարներ չկորցնեն, հա, այդ կրիպտոարժույթների վրա եւ այլն, պետությանը օգնենք, լոբինգ անենք, պայքարենք բանկերի անարդարության դեմ։ Իմ կյանքի ապրելաոճը ու իմ ընտրած մասնագիտությունը իրար հետ համահունչ են։ Հայաստանում ամենալավ բաժիններից մեկն է, պոլիտեխնիկի ծրագրավորման բաժիններից մեկն է, տեղեկատվական անվտանգություն, իրան նաեւ անվանում են անտիհակերսկի բաժին։ Բավական պրեստիժ բաժին է, պլյուս մեր սերնդի մարդկանց մոտ էդի շատ բաներ, չէ, ռոմանտիզմ կար այդ հակինգի, կայքեր կոտրելու, պաշտպանվելու եւ այլնի մեջ։ Դրա համար ինքը բավական պոպուլյար բաժին էր։ Ամենաբարդ ընդունվելու բաժիններից մեկն էր VT-ում։ Անվճար ընդունվեցի, բոլորն էլ ուրախ էին, բոլորն էլ կողմ էին։ Պրինցիպի մեր թվերին հիմա է այդ արդեն հայտնի, որ ծրագրավորումը լավ մասնագիտություն է, հա, այն թվերին հələ ինքը մի քիչ թարմ բաներ, նյուանսներ կար, էլի մարդիկ մտածում էին ծրագրավորող, հա, ինչ ծրագրեր ես վարելու հեռուստատեսությամբ կամ բան, ինչ-որ անտիհակերը ինչ բաժին է, բայց ոնց ակնհայտ որոշում։ Մեր ոլորտը միշտ անհամարժեք շատ ավելի բարձր է վճարվում, միշտ։ Ինքը նախ բարդ է սովորել է, հա, պարզ բան է, ասենք բժիշկը ինչ-որ աշխատավարձ է ստանում, բնականաբար նեյրոխիրուրգը ավելի շատ է, ինքը ավելի մասնագիտական, ավելի բարդ է երկրը, ավելի շատ է ստանալու։ Այդ մեկ։ Երկրորդ ինքը բարդ ռիսկային է, օրինակ ծրագրավորողներ կան, ինչ-որ կայք են սարքում, հա, վատագույն բանը որ կլինի, հաճախորդը կզանգի, կասի գույները լավ չէր, փոխեք։ Հա, մենք երբ որ մի բան ենք անում, մի բան սխալ գնաց, բարձվում է, ասենք պետության կայքը չի աշխատում, կամ գողացել են թոշակառուների գումարները, կամ եւ այլն, այսինքն ինքը ստրեսային գործ է, բնականաբար ստրեսային գործը միշտ պետք է ավելի շատ վարձատրվի։ Այդ երկու, երրորդ շուկան բարդ է գրավել։ Գումարած դրան ինքը անընդհատ փոփոխվող ոլորտ է, որտեղ անընդհատ պետք է տոնուսի մեջ լինես, անընդհատ ինքնակրթվես, շարունակես։ Բնականաբար կամայական ջանք, որ գործադրում է ինչ-որ բանի մասնագետ, ինքը չպետք է անցնի ուղղակի։ Հետևաբար անընդհատ ջանք գործադրելու արդյունքում աշխատավարձային այդ ֆոնդն էլ միշտ բարձրանում է։ Այդ առումով հիմիկվադրությամբ IT ոլորտում մեր մասնագիտությունը ու երևի AI-ների հետ կապված մասնագիտությունները ամենաբարձր վարձատրվողն են։ Ու ինքն էլ հենց ինքնին IT ոլորտն էլ գիտեք ինչքան վարձատրվող է Հայաստանում, ոնց որ ասում էր ինչ-որ մեկը, եթե Հայաստանում ինչ-որ մեկը փող ունի, ինքը կամ կոռումպացված է, կամ IT մասնագետ, լավ մեքենա եք տեսնում եւ այլն։ Սովորաբար նիվա եմ վարում։ Հա,
բայց ընդհանուր ունեմ մեքենաների կոլեկցիա ու Հայաստանի ամենաարագ մեքենայի ռեկորդը իմն է հիմա։ Բայց կոռումպացված չեմ, եթե դա հարցը, բայց հիմա IT-ն է։ Давайте, անհետաքրքիր բանը դիտորդներին եմ ասում, անհետաքրքիր մասը անցանք, հիմա հետաքրքիր մասը անցնենք։ Սովորաբար երբ որ լսում են կրիպտոն, ինչա պատկերացնում են նոր էլեկտրոնային փող, չէ՞, թվային փող։ Դա բայց հիմնական սխալմունքներից մեկն է, որտեվ թվային փող կար մինչև այս կրիպտոն, եթե մոռանանք, կար չէ PayPal-ը, նույն ինքը բանկի փոխանցումներ որ անում եք, ամեն դեպքում թվային փող է, ինչն էր այս կրիպտոյի բանը, որ եկավ ու սենց ասում են հեղափոխական է։ Իրականում միանգամից ասեմ, որպեսզի տրամադրվեք, ինքը ծայրահեղ հեղափոխական է, ոչ թե հարցը մի հատ փողի մասին է։ Իրան դրա համար են ասում Web 3 այդ տեխնոլոգիաներին, որտեվ ապագա ոնց ինտերնետը եկավ փոխեց մարդկությունը, հա, նենց էլ այս ոլորտն է փոխում on top of internet, այսինքն մի բան էլ դրանից մեզ հեռացնելու է։ Հեշտ խոսքերով նայեք ոնց է, ամեն դեպքում երբ որ դու ունես բանկային համակարգ կամ փողերի համակարգ, փոխանցումների համակարգ, ինքը շատ տոտալիտար համակարգ է։ Բոլորս միշտ հանգել ենք ինչ-որ իրավիճակի, երբ որ բանկը փոխանցում անում ես ուշ անում կամ չի անում։ Կամ ինչ-որ երկրներ ես գնում, չես կարող, քարտ պետք է վերցնես, փոխես։ Եթե կարճ ասած, այս բանկային տոտալիտար ռեժիմը, որը ոչ միայն անհատներին է վերաբերում, այլև պետություններին, օրինակ մենք Իրանի հետ հիմա չենք կարող բանկային փոխանցումներ անենք, որտեվ Ամերիկան տենց է որոշել կամ Եվրոպան եւ այլն։ Էսի շատ սուղ խնդիր է աշխարհով մեկ, որ ինչ որ մի քանի հատ ընտանիքներ, տենց կառույցներ կարող են իրանց թույլ տան սաղ աշխարհի ֆինանսները իրանց ձեռը վերցնեն ու ինչ ուզում են անեն։ Գումարած դրան դոլարի խնդիրը, որ գիտեք անվերջ տպում են, անվերջ էմիսիա են անում։ Անվերջ այդ դոլարի տպելը բերում է նրան, որ արժե զրկվում է ամեն ինչ, բայց ոչ թե Ամերիկայում, այլ սաղ աշխարհում։ Այսինքն դեռ Ամերիկայում մի հատ ինչ-որ Federal Reserve որոշում է 2 անգամ շատ դոլար տպի, ստեղ մեր մոտ հացը ավտոմատ 2 անգամ թանկանում է։ Ու տենց շատ խնդիրներ կան, իրանք շատ խորքային խնդիրներ են ու համարվում են անլուծելի։ Վերջի երբ որ ասենք Իլոն Մասկեն կեկան, որոշեցին PayPal սարքեն, ինչ խնդիր էր։ Okay, սարքեցիք թվային գումար, բայց մեկը էլ ինքը կցված է դոլարին, չէ՞, ասենք էլի ուղարկում ես $100, որ դոլարը արժե զրկվեց, էլի արժե զրկվում է մեկ։ Ու երկրորդը ինքը ամեն դեպքում ռեգուլացվող ընկերություն է, ռեգուլացվում է Ամերիկայում։ Եթե Ամերիկայի հատուկ ծառայությունները ասեն, որ այս մարդու հաշիվը պետքա փակվի, ասենք Մադուրոյի հաշիվը պետքա փակվի, ինքը պետքա փակվի։ Եթե ասենք Ռուսաստանն սանկցիայի տակ պետքա չլինի եւ այլն։ Այդ խնդիրներին լուծում տալու համար ի հայտ է եկել Bitcoin-ը, առաջին կրիպտոարժույթը ու ամենամեծը, որը ինչ ասում է, եկեք սենց անենք մենք ազատ մարդիկով, ազատություն պահանջող մարդիկով, որ չենք ուզում ստրկանալ, եկեք մեր անձնական էլեկտրոնային գումարը ունենանք, որը չի լինի կցված ոչ մի աշխարհի արժույթի, ու որը չի ունենա ղեկավարման մեկ կենտրոն։ Օրինակ ձեր բանկը կամ PayPal-ը կամ մյուսը, պատկերացնում եք, չէ՞, ոնց է կա, մի հատ բանկային համակարգ, իրանք եթե որոշեցին, որ մելն են շատ է խոսում բանկերի դեմ պայքարից, կարան ձեր բանկը անջատեն։ Եթե դա փոխարինենք մեկի տեղը, ասենք եվրոպական համակարգը փոխարինենք ինչ-որ ռուսական, չինական համակարգով, մեկի տեղը 3 համակարգով, նույն խնդիրը լինում է։ Խնդիրը չի լուծում։ Դրա իդեալական լուծումը Bitcoin-ը տվել է հետևյալ կերպ, ասում է եկեք բոլորս, ամեն մեկս լինենք մենք մեր բանկը։ Այսինքն ձեր հեռախոսը որտեղ կա, ինքը ոչ միայն պահի ձեր գումարները հենց հեռախոսի մեջ, այլև լինի ուրիշ մարդկանց համար բանկ։ Այսինքն կանք 10 միլիոն հոգի, ունենք 10 միլիոն բանկ։ Ոչ թե գնում է մի կենտրոն բանկային, այլ գալիս է 10 միլիոնից մոտ։ Այսինքն այդ ապակենտրոնացումն է, դեցենտրալիզացիոնը, որը իր հետ բերում է հետևյալը, որ ոչ մեկ այդ համակարգում չի կարող որոշի մի որոշող կողմ չկա, բոլորը հավասար են, դեմոկրատիայի կատարյալ իրագործում։ Եթե շատ խորը չպատմեմ, այս ամեն ինչը ինձ թվում է կարակ հասկանաք ինչ արդյունք է բերում է մի արդյունք, որ դուք ձեր գործընկերոջը կարակ միշտ փոխանցեք գումար, ուտեղ ոչ մեկ, Bitcoin, ոչ թե դոլար, ոչ թե բան, այլ Bitcoin կարակ փոխանցեք եւ այդտեղ ոչ մեկ չի կարող արանքում ձեզ խանգարի, բլոկավորի, հարցնի թե որտեղից է այս գումարները, սառացնի այդ գումարները,
հա, պատկերացրեցիք։ Այդ առավելությունը, որ ոչ մի համակարգ չի կարա իրան թույլ տա, ոչ մի պետական համակարգ, բանկային, դրամային, դոլարային համակարգ չի կարա թույլ տա։ Ու այդ բերում է իր հետևից շատ մեծ արդյունքներ։ Բերում է այն արդյունքները, որ հիմիկվա դրությամբ Չինաստանն ու Ռուսաստանը կարող իրար հետ նավթի առևտուր անեն ու վճարեն այդ կրիպտոարժույթով ու Ամերիկան ոչ ման չանի։ Բերում է այն արդյունքին, որ Վենեսուելան կարողանում էր իր նավթը վաճառել թեկուզ լինելով սանկցիաների տակ, բայց կրիպտոյով կարող էր վճարել։ Բերում է նրան, որ Իրանում, երբ որ հիմա արժեզրկվում է իրանց պետական արժույթը, իրանք շատ հանգիստ առնում են կրիպտոարժույթ, բիթքոին, ու այդ ինֆլյացիայից այդ խնդիրներից խուսափում են։ Եթե իրենք փորձեին առնեն դոլար, հա, գնալու են exchange-ներում չկա, չգիտեմ, ոսկի շատ դժվար է ճարել, բիթքոինը on-line մտնում, շատ հեշտ առնում են ու խուսափում են, նույն խնդիրը Թուրքիայում եւ այլն եւ այլն։ Այս ոլորտը արդեն 4 տրիլիոն դոլար պլյուս է, այսինքն այն պահը, երբ որ ինքը դեռ պետք է ապացուցեր, որ ինքը հաղթելու է, թե չի հաղթելու, անցած է, ինքը արդեն հաղթել է, իր դեմ բոլոր բանկերը եւ այլ խոշոր կառույցները, պետությունները փորձեցին պայքարել մոտ 10 քանի տարի չեմ հիշում արդեն ու պարտվեցին ու հիմա օֆիցիալ կերպով խոշորագույն պետությունները իրան ընդունում են որպես բավականին հետաքրքիր լուծում, ներդրումներ են անում իր մեջ, փորձում են ինչ-որ ձև այդ մեծ պատառից իրենց մասնաբաժինը վերցնեն, ինչպես նաև Հայաստանը մեր մոտ էլ մեծ աշխատանքներ է տարվում։ Այն որ դուք կամ ձեր դիտորդները իրան մի քիչ ավելի ընկալում եք որպես փողեր կորցնելու եւ այլնի բան, դա գալիս է ֆոնից։ Քանի որ կրիպտոարժույթները կատարյալ տալիս են ազատություն, ով ինչ կուզի կանի, նյութերել կարած գնես, չգիտեմ, կարած ֆինանսավորես առանց բռնվելու, եթե նախկինում հեշտ էր, բանկային փոխանցողը բռնում էին, այստեղ չէ։ Ու նաև կարաս անես բան, սկամ, պիրամիդաներ եւ այլններ, հա, նախկինում ոնց էր պիրամիդաները գալիս էին, ոնց որ հայտնի սխեմաներ էր, բայց այնտեղ կարելի էր գնալ բռնել, ստեղ, եթե ինչ որ մեկը բանով արհեստական բանականությամբ սարքում են, Փաշինյանն ասում է ներդրեք, այս, չգիտեմ, Գազպրոմի մեջ եւ այլն կստանաք հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչ են անում։ Կրիպտոարժույթը վերցնում են, մեր ոստիկանությունը կամ կամայական այլ ոստիկանություն չի կարա դրա հետքը բռնի, պիրամիդան անում են, փախնում են շատ հեշտ հանգիստ։ Այսինքն այդ առումով քաղաքացիները երբ որ գումար են կորցնում, դա ու շատ հաճախ մեղադրում են մեր իրականում պատկան մարմիններին, չգիտեմ տեսել եք գնում են միտինգներ են անում։ Ցավոք սրտի կատարյալ ազատությունը նշանակում է, որ դու ինքդ քո ճակատագրի տերն ես, հա, եւ ոնց որ կարաս ճիշտ բաներ անես ու դրանով քո ֆինանսականը բարձրացնես, նենց էլ կարաս սխալվես։ Նախ հայերի հետ չեմ աշխատում։ Անկախ պատվերից ուղղակի Հայաստանից պատվերներ չեմ վերցնում։ 1. Երկրորդը դրսից պատվեր կամայական վերցնում եմ։ Տենց է ստացվել, որ մեր ոլորտում, հենց այդ կրիպտոարժույթների ոլորտում, եթե ֆիլտրելու լինեինք այն պրոյեկտները, որ մեզ դուր են գալիս, այնտեղ կմնար տակը 5%, հա, 95%-ը ֆիլտրվելու են գնային, ցավոք սրտի, ու գումարած մենք սիրում ենք աշխատել, ինչքան ուզում է վատ հաճախորդ լինի, ինչքան ուզում է վատ պրոյեկտ լինի, համբերատար միշտ բոլորին լսում ենք ու վերցնում ենք պրոյեկտները, ագահաբար։ Ամենապիկերը չենք կարող ասենք, որովհետև ghost development-ել ենք անում, այդպես ինչ որ հեղինակավոր ծրագրեր, որ հնարավոր է դուք էլ օգտագործեք, հա, իրանք դիմում են մեզ, որ մենք անենք իրանց գործը, բայց երբեք չի գրվում մեր անունը, որովհետև չի կարելի, չեք կարող, չէ՞, իմանաք, որ Elon Musk-ի ինչ որ product-ը Հայաստանում մի հատ ինչ որ օֆիս արել, այդ պիկերը չենք կարող ասեն։ Երկրորդային տեղերով պիկերից հավանաբար միակ web 3-ում, երրորդ ինտերնետում միակ search engine-ը, այսինքն Google-ին փոխարինողը, Google-ը երկրորդ ինտերնետի համար է, հա, այդ որ մանա գալիս դες օգտվում անգակ, երրորդ ինտերնետի համար search engine-ը մենք ենք գրել, այդ պրոյեկտներից որ համ հաճույքով ենք անում, համ ինքը իրոքից օգտակար պետքական ու top պրոյեկտը։ Որ ասում են Հայաստանը լավ միջավայր է IT բիզնեսի համար, չէ, այդպես բան չկա։ Կարամ ֆիզիկապես էլ կամայական երկիր գնամ աշխատեմ, այսինքն կամայական երկիր ոնց ասեմ IT ոլորտի աշխատակիցների համար դժվար չի բան անել, green card շահել կամ ինչ որ քաղաքացիություն ստանալ կամայական երկրի։
այդ բոլոր այդ բիզնեսները որ անում են, ինձ թվում է հայրենասիրական կապվածության կամ տենց ինչ-որ բաների պատճառով էլի, այնպես չի որ անգամ կադրերը էլի կարելի է ուրիշ երկրներում ավելի մատչելի ճարել կադրերը, որ ասում են էժան է Հայաստանում, էժան չի։ Գները տեսել եք ոնց է բարձրացել ամեն ինչի վրա։ Կրիպտոարժույթների ընկալումը նախ գնալով փոխվելու է, անգամ այս տարի, որտեղ Ամերիկան արդեն իսկ նենց կարգավորումներ է հանում, որտեղ ասում է բոլորդ եկեք արդեն օգտագործեք կրիպտոարժույթներ։ Ձեր Swift փոխանցումների փոխարեն կրիպտոարժույթի փոխանցումներ, ձեր քարտերը արդեն կցեք կրիպտոարժույթներին եւ այլն, շատ հեշտացնում է։ Սա աշխարհում գնալով շատ ավելի արագ տեմպերով, քան դուք սպասում եք, գնալու է այս կրիպտոարժույթների բանը adoption ոնց է, մի խոսքով crypto adoption-ը, լավ։ Հայաստանում դուք երկար չպետք է սպասեք։ Հիմա արդեն կամ բանկեր, որոնցում դուք կարող ձեր քարտի վրա նստացնում եք կրիպտոարժույթը եւ ծախսում եք, կամ պրովայդերներ, հիմա Հայաստանում շատ հեշտ է ծախսելը։ Կան exchange կետեր, փոխանակման կետեր, դոլարայինի պես ձեր մտնում եք առանց խնդիր համարյա թե կամայական ծավալ $1 միլիոն կարող գնեք կամ վաճառեք կամ տեղում փոխանակեք։ Մոտակա 5 տարում, ասենց դες ասեմ, անխուսափելի է, որ շատ մեծ քանակությամբ մարդիկ արդեն չսկսեն օգտագործել էլի ամենօրյա ռեժիմով։ Ինքը ծայրահեղ, հարմար, ծայրահեղ լավ բան է։ Այսինքն եթե մենակ Bitcoin-ը չի բարձրանդեղ ուրիշ կրիպտոարժույթներ կան, եթե մոռանանք այն հատվածը, որ դուք գնում եք, որպեսզի հարստանաք կուրսը բարձրանալու է բան, մենակ օգտագործելություն անենք, գեթ մեկ պատճառ չկա, որ բանկային համակարգից օգտվեք։ Ինքը այնքան հեշտ է, որ դուք հիմա էլ ունեք, ուղղակի չգիտեք, Telegram-ի մեջ, հա ոնց ենք իրար ուղարկում մի հատ նկար smiley-ը։ Իրար կարող կրիպտոարժույթ ուղարկենք հենց Telegram-ի օֆիցիալ wallet-ն, հա, դե մի հատ կնոպկա կա, կարող է տեսածել ունեք։ Սեղմում եք, նույն վարկյանական ոնց որ ինձ հաղորդագրություն պետք է ուղարկեք, տենց էլ այդ միջնորդավճարները կարակ $1 միլիարդ փոխանցեք, իր միջնորդավճարը մեկա լինելու է, ասենք 5 դրամ։ Այսինքն ի տարբերություն բանկերի կապ չունի ինչքան էս փոխանցում, ինֆորմացիա, վարկյանական փոխանցումներ, ոչ մեկ հարցեր չի տալիս, հա, այս ինչ փոխանցումներ, ոչ աշխատանքային ժամեր, խափանումներ արկա համակարգի եւ այլնի։ Գեթ մեկ պատճառ չկա, որ դուք չօգտագործեք ձեր առօրյայում կրիպտոարժույթները։ Ձայնագրումա, ստեմ մի քիչ կպա որտեվ, հա, տեսեք, հետ են գնում մեր սիրելի ազատություններին։ Կատարյալ ազատությունը բերում է այն հետևանքներին, որ կամայական մարդ, ներառյալ դուք, կարող ստեղծել ձեր կրիպտոարժույթը։ Չկա ոչ մեկ, որ կարող ձեզ արգելի կամ խոչընդոտի։ Լավ։ Բնականաբար, եթե դա հնարավոր է անել, ուրեմն լիքը կլինեն, կան 100 հազարավոր կրիպտոարժույթներ։ Այլ հարցը, որ այդ կրիպտոարժույթը սարքում եք ինչի համար, որն է իր նպատակը, ինչ խնդիր պետք է լուծենք, լավ։ Bitcoin-ը օրինակ, գիտենք ինչ խնդիր է լուծում, որ փոխանցումները չլինի բլոկ անել, որ դոլարը տատանվի իսկ իր կուրսը պետք է բարձրանա, ընդհակառակը եւ այլ։ Ինչ որ մեկը ուրիշ ի հայտ է գալիս, օրինակ FIFA-ն ենթադրենք, ասում է, ես էլ կրիպտոարժույթ եմ սարքում, որ բոլոր ֆանատները սրանց հետո մենակ այս կրիպտոարժույթով կարողանան գնեն տոմսեր։ Այ երրորդ ընկերությունը ինչ որ կամ X հայկական ընկերություն ասում է, ես էլ սարքում եմ, որպեսզի իմ բաները ենթադրենք կազինոյի խաղերը մենակ այս արժույթով լինի խաղալ։ Չորրորդ ընկերությունը ասում է, ես սարքում եմ AMD coin, այսինքն հայկական դրամին կցված coin, որ միշտ մեկին մեկ իմանաս դրամի փոխարենը։ Քիմ Քարդաշյանը սարքում է իր ֆանատների coin-ը, ասում է ինչքան շատ գնեք, մի օր կբարձրանա եւ այլն։ Տրամպը սարքել էր իր coin-ը, ասում է իմ հաղթանակների արդյունքում իր կուրսը կբարձրանա, իրականում շատ վատ ընկավ Տրամպ coin-ը։ Ասածից միտքը հետեւյալն է, կան նրանց մեջ օգտակար արժույթներ, որ անում են, ստեղծված են օգտակար գործողություններ անելու համար։ Օրինակ կան ենթադրենք դուք Amazon կամ Google Cloud-ից եք օգտվում, չէ՞, ամսական $15 եք տալիս այդ Google Cloud-ին, դիցուկ։ Ասում եմ մենք դրա փոխարեն Web 3 Google Cloud ենք սարքել, դες ապակենտրոնացված ավելի լավ տեխնոլոգիաներով, Google-ը չի կարող ձեր ֆայլերը ջնջի եւ այլն, ու $15 տեղը $1.5 եք տալու, բայց իրան տալու եք մենակ մեր file coin-ով, հա։ Ու քանի որ այդ file coin-ների քանակը սահմանափակ է, ի տարբերություն հա դոլարը որ տպում են անվեր, իր քանակը սահմանափակ է, ու մարդիկ գնալով ավելի են շատ ուզում իրան օգտագործեն։
Պարզ է, երբ որ պահանջարկը շատանում է, առաջարկը մնում է նույնն է, իր գինը բարձրանում է, ստանդարտ էկոնոմիկ բանը։ Եվ ասում է, այո, համիրան պետքա գնեք, որպեսզի օգտվեք մեր ծառայություններից, մեր ծրագիրը մենակ սրանով է աշխատում։ Համ էլ քանի որ սենց ինքը հաջողակ ծրագիր է գնալով աճում է, բաժնետոմսերի պես էլի մոտարապես ստանդարտ։ Իր գինն էլ բարձրանալու է, գնեք եւ պահեք։ Հիմա ստանդարտ քաղաքացու խնդիրը այդ 100,000-ավոր քոյների մեջ, եթե ինքը ուզում է ներդնում անի ու աշխատի դրա վրա, հասկանալ թե որի մեջ պետք է ներդնում անի ու որը ըստ էության գրեթե անհնար է։ Դառնում է կազինոյի պես բան, ոնց որ ստավկա դնես խաղադրույք անես ֆուտբոլի թիմերի եւ այլն, այսինքն 100,000-ավոր խաղադրույքներից ոնց հասկանաս որի վրա դնես, որն է աճելու, որն է նվազելու։ Ինչ ենք խորտ տալիս սովորաբար, ունենք համայնքներ, Crypto Armenia չաթն է, ամենահին ու մեծ չաթն է, կամ Telegram-ում, հա, կամ Web3 Armenia խումբն է, մտնում եք, այնտեղ մասնագետներ կան, որոնք արդեն արել են այդ ճանապարհով անցել են, research են արել, նայել են ով է այս ընկերության թիմի հետևը, քանի հատ coin-ա թողարկում, ինչ product ունեն, ոնց որ ներդրումային ընկերություններին, ման ուղղակի էստեղ արդեն ոչ թե կենտրոնական ինչ-որ մի հատ կառույց է դա անում, այլ անում է համայնքը, էլի ապակենտրոն դեմոկրատիկ ձևերով։ Ու ձեր որպես քաղաքացու բանը ներդրում անելուց առաջ ուղղակի կոչվում է do your own research, էլի տնային աշխատանքները պետք է անեք, պետք է բացեք, կարդաք, համայնքում միշտ խորհուրդներ տալիս ենք, իհարկե մենք էլ կարանք սխալվենք, բայց աշխատում ենք սենց ասեմ, կան top կրիպտոարժույթներ, ոնց որ Bitcoin-ը, որ իրանց երբ որ գնում ես երկար պահում ես, մինչև հիմա բոլորը շահող են դուրս եկել։ Եթե իրեն բավականին երկար պահես, երկարաժամկետ բանում, երբեք Bitcoin-ը չի ընկել, հա, 0.1 դոլարից ինքը արդեն հասել է 100,000 դոլարի իր գինը։ Պայտակ ինքը տատանվում է, իջնում է, ուղղակի այդ բանը պետքա չվաճառես։ Ընդհանուր առմամբ ինքը աճում է։ Ու էլի կան տենց top կրիպտոարժույթներ, բայց իրանցով չես կարող ներդրում անես ու մի ամսից ինքը 1000 անգամ հելնի։ Իսկն մարդկա ուզում է $1 դնի, $10,000 հանի, տենց էլ է լինում, բայց այդ ձևի coin-երը գտնելը, դա էլի այդ խաղաբոլության կարգի բան է, որ 100,000-ավորների մեջով պետք է անցնես, դա առանձին մասնագիտություն է, այդ թրեյդերները, որ գտնում են, ներդնում են, հասկանում են երբ հանեն եւ այլն։ Մենք ավելի շատ Web3 հիմնադրամով ուրիշ բանի կողմնակից ենք, մենք գրագիտության ու սուվերենության կողմնակից ենք, ինչ ենք ասում ենք, անկախ նրանից դուք ուզում եք սրանով փող աշխատեք, թե չէ, դրան տենց մի վերաբերվեք։ Դրան վերաբերվեք որպես սուվերենության մի բան, ոնց որ ժամանակին ոսկին առնում, որ հանգարց դոլարը կորի լինի, ոնց որ հիմա Իրանում ու Թուրքիայում առնում են Bitcoin, նույնն էլ դուք, որովհետև եթե վաղը ինչ-որ մի բան լինի, եւս COVID-2 լինի, Սովետը քանդվի, գումարը ոչ ման չարժենա եւ այլն, ձեր Bitcoin-ը ձեզ ոչ մեկ չի կարող խլի։ Նույն Ուկրաինայում, երբ որ պատերազմը սկսեց, ու փորձում էին փախնել, իրաց նախ փոխանցումները բանկային արգելել էին, չես կարող Ուկրաինայից դուրս հանես փողերը։ Դե այդ տամոժնյան անցնելուց դոլարներ, ոսկի եւ այլն բան են անում, իսկ կրիպտոարժույթը երբեք ոչ մեկ չի կարող քեզից վերցնի։ Ուղղակի հանգիստ դուրս են գալի Եվրոպա, գնում են իրաց կրիպտոարժույթները ծախսում են։ Իսկ այդ կրիպտոարժույթը պետք է լինի գործիք ձեզ տոտալիտար ռեժիմներից, պետություններից ու իրավիճակներից պաշտպանվելու համար։ Երբ որ ինչ որ գումար եք վաստակում պահում եք ոսկու մեջ, դոլարի մեջ ընդհանրապես խորհուրդ չենք տալի։ Ոսկի միշտ մի քիչ պետք է։ Bitcoin ու փամփուշտներ։ Լավ։ Այդ փամփուշտները մի քիչ ավելի էքստրեմալ պայմանների համար են, բայց այն երկուսը բազմիցս ապացուցվել է հիմիկվա մեր օրակարգում, բազմիցս համարյա բոլոր երկրներում, որտեղ խառը իրավիճակներ է, ապացուցվել է, որ դա շատ պետքական բան է։ Ինչի՞ չէ, նաև եթե ասենք չգիտեմ, պոզիցիա, օպոզիցիայից եք, որպեսզի չգան ձեզ գումարները խլեն։ Լրագրող եք, որպեսզի կա չէ՞ տենց բան, որ լրագրողներին շատ են ճնշում տարբեր երկրներում։ Լրագրող եք չկան անգան ուղղակի ձեր հաշիվները սառացնեն կամ ձեր տուն մտնեն խուզարկեն ձեր գումարները գողանան, լավ։ Այդ առումով քաղաքացիներին միշտ խորհուրդ ենք տալիս մեկ, ու երկրորդը ինքը իրականում բացի այդ սուվերենությունից, այո, միշտ երկարաժամկետ մի քիչ ավելի աճում է, քանի որ մեր աշխարհի խնդիրը գալիս է, դե դոլարի խնդիրը հասկացանք, անկախ ամեն ինչից, ինչի մեջ էլ պահեք, գրեթե ձեր աշխատանքի արդյունքը ինքը արժեզրկվում է։ Լինի մեքենա, եթե կոլեկցիոն չի։ Մի խոսքով այնտեղ շատ քիչ բաներ կա, հողեր կա, հողնա որ չի արժեզրկվում որոշ կետերում աշխարհի եւ այլն։ Մնացածը ակցիաներ, դոլար, չգիտեմ,
անգամ այս IT office-ը որտեղ մենք նստած ենք, ամեն ինչ այդ կամայական արժեք ներկայացնող բան շատ արագ արժեզրկվում է եւ այդ առումով ամեն դեպքում կրիպտոարժույթ պահեք։ Ձեր մոտ անընդհատ նորությունների ֆոնը բերում է այդ վատ ինֆորմացիաները։ Այդ խաբեությունների ու փողերի լվացման եւ այլն տոկոսը կրիպտոարժույթներում շատ ավելի ցածր է, քան թե բանկային համակարգում։ Այսինքն տերորիզմի ֆինանսավորումը, փողերի գցելը, պիրամիդաները եւ այլնները տոկոսային հարաբերությամբ շատ ավելի քիչ է, տասնյակ անգամ քիչ է, եթե դե 10% է, այստեղ 0.1% է եւ այլն։ Քան թե բանկային համակարգում։ Ուղղակի այդ նորությունների ֆոնը, որ ապահովում են խոշորագույն նորությունների ալիքները, իրանք այդ լոբինգի արդյունքն են, օֆիցիալ լոբինգի։ Խոշորագույն բանկային համակարգերը մեծ ֆինանսներ են ծախսում, այդ լոբինգը լինի, որպեսզի կրիպտոարժույթները առաջ չգնան։ Այսինքն իր դեմ բում պայքարը, որ իրան ապօրինի հանեն եւ այլն, իրանք արդեն պրավալ են տվել։ 5 տարի առաջվա JP Morgan Chase-ի տնօրենի բանը որ նայեք, հարցազրույցը ասում է, սա կատարյալ ապօրինի է, տերորիստների համար է, պետք է իր դեմ պայքարել եւ այլ եւ այլն։ Հիմա ասում է կներեք, ես սխալվել եմ, սա մեջ պետք է ներդնենք մաքսիմալ, պետք է օգտագործենք ու իրանք իրոքից շատ մեծ գումարներ են դրել, խոշորագույն բանկերը եւ այլն դրել են։ Բայց միևնույնն է, ինչքան ուշ բնակչությունը անցնի կրիպտոարժույթների, այնքան երկար իրանք կհասցնեն օգտվել մեր քաղաքացիների գրպաններից։ Հաճախ են կրիպտոարժույթներ ստեղծում, ինչպես պատվերով մեր հաճախորդների համար։ Հենց էլ մեր ինչ-որ մտահաղացումները։ Տեսեք, ի տարբերություն բանկային համակարգի, կրիպտոարժույթների համակարգում դուք կարող մեկը մյուսին փոխանցել կամայական թիվ, այսինքն 0.0000001 դրամ։ Հետևաբար իրանում թե ինչքան պետքա ներդրում անեմ, պետքա ու չպետքա արտահայտություն չկա։ Անում եք այնքան, ինչքան ուզում եք։ 10 դրամի եք ուզել, 10 դրամի եք առնում բիտքոին։ Հաճախ դրվող հարցերից որ ասում են դե բիտքոին ոնց առնեմ, ինքը արդեն $100,000 է։ Դուք կարող առնեք 0.00001 միլիոն հերթական բիտքոին, որը կլինի 10 դրամի։ Շատ հանգիստ կարող դուք 10 դրամի բիտքոին առնեք։ Ինչքանի ներդնեք, մենք սովորաբար խորհուրդ ենք տալիս անել այն, ինչքանի համար չեք ափսոսա, Այդ մեկ ու երկրորդը ամենակարևորը ինչքանը ձեզ շուտ պետք չի լինի, որ ասում ենք կարճաժամկետ թե երկարաժամկետ, ինչքան երկարաժամկետի ավելի շատ պատրաստ լինեք, այնքան ավելի ինքը քիչ խնդրահարույց է, որ կկորցնեք։ Լավ։ Ստատիստիկայով ամենաշատ պլյուս են դուրս եկել այդ ներդրումներից մեջից մեռած մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ դրել են, մահացել են ու երբեք ձեռ չեն տվել, իրանք հիմա ամենապլյուսում են։ Որտեվ լավ տրեյդեր լինի, վատ լինի, խելացի մարդ լինի, ինչ որ պահին իրան թվում է պիկի վրա է, բարձրացել, ինքը վաճառում է, հետո պարզվում է այդ պիկը չէր, ավելի պիկ կար։ Այսինքն ինչքան ավելի շատ տեղ ունեք համբերատարության, պարզ է, եթե ինչ որ դեպք է պատահել, պետքա վաճառեք, գումարա ձեզ պետք, չգիտեմ, Ուկրաինան է, փախնել է, տուն գնել է պետք, ուզած չուզած։ Բայց ինչքան շատ ռեզերվ ունենաք, բարձիկ ունենաք, որ կարող ձեզ թույլ տակ չվաճառել, այնքան ավելի քիչ է խնդիրը։ Okay, իջել է կուրսը 2 տարի լինի, 3 տարի լինի, ես համբերատար կսպասեմ, ինչը բարձրանա։ Այդ ստրատեգիայով, դա ամենալավ ստրատեգիան է բանանելու, չկորցնելու համար։ Ես ինքս տենց եմ անում, երկարաժամկետ ուղղակի թողում եմ, այն գումարները, որ ինձ պետք է գալու մյուս ամիս, չեմ դնում մեջը, որտեվ այդ ձևով ամենայն հավանականությամբ կկորցնեք, էլի։ Այսինքն վայրի կազինոյի պես է, էլի, հավանականությունը կարող է բախտը այդ բերի այդ պայն իջած լինի, կարող է հելած լինի։ Կամայական արժույթ էլ կարա իջնի ու երկար մնա, օրինակ, բայց բիտքոինի մոդելը նենց է, որ ինքը սահմանափակ քանակի է, գնալով իրանց ստեղծելը ստանալը ավելի բարդ է, այդ մայնինգի process-ը, ավելի թանկ գումարներ են ծախսվում ու գնալով իր գործածելությունը շատանում է, այսինքն աշխարհում գնալով ավելի շատ են մարդիկ օգտագործում, հետևաբար իր վրա պահանջարկը ավելի աճում է։ Տեսականորեն անկախ այդ դատանումներից ինքը գնալով դեռ անհայտ է ինչքան պետք է անverջ աճի, 5 տարի, 10 տարի, 30 տարի ինքը աճելու տեղ ունի։ Բնականաբար ոչ բան հավերժ չի, բայց թե որ կետում է ինքը այդ աճը ստոպ տալու, սկսի իջնել եւ այլն, դա պարզ չի։ Մյուս պրոյեկտներինը մի քիչ ավելի բան է, ավելի շատ է հավանականությունը, որ կարան իջնեն։ Բիտքոինը ինքը ունիկալ է, մյուսներինը ինչքան ուզում է իր հետևը կարևոր մարդ կանգնած լինի, հայտնի գործարար Իլոն Մասկը լինի, Տրամպը լինի եւ այլն, ամեն ինչ էլ վերջավոր է, կարա իջնի։ Ձեր խնդիրը այն է, որ նախ իրան
վաճառեք ավելի բանով պլյուս ձեր փողերը շատացրած վիճակով ու ամենակարևորը որ ասում էր Ստիվ Ոզնյակը, Ստիվ Ջոբսի խելացի տարբերակը էլի, Ստիվ Ոզնյակը ասում էր ամենակարևորը որ անընդհատ գիշեր չբացես էդի ստուգես, ասա քունը չկորցնես էլի դրա պատճառով, իրան պրոստը այնտեղ պետք է գցես մի կողմի վրա, քո կյանքը շարունակես, երբ որ ավել գումար ես ունենում, տանես եւս ներդնես այնտեղ, ոչ թե անընդհատ ստուգես, որտեղ դա արդեն իրոքից տարածված խնդիր է էլի հոգեբանական, դրան տենցա պետք վերաբերվել, ոչ թե օրվա աշխատանքի բան, ոչ թե հեսա վաղը միանգամից հարստանալու ենք, տենց դեպքեր էլ շատ եղել, հիմա աշխարհում ամենաշատ միլիոնատերն է, որ օթից սենց անվանենք էդի դարել է, իսկն նախկինում տենց չէր որ Հնդկաստանի ինչ-որ խուլ գյուղուց 10 հոգի միանգամից միլիոնատեր դառնա, ուղղակի չի լինում առանց գողանալու, հա, այդքան էլ գյուտ չէին կարող անել, իսկ հիմա մարդկության պատմության մեջ առաջին անգամն է, որ այդ սոցիալական լիֆտը լրիվ խառնվել է իրար, լիքը մարդիկ, մեր գյուղերում էլ լիքը մարդ կա, որ 100,000 դոլարներ են աշխատել, լիքը հարցը նրանն է, ոնց իրանք այդ գումարը Հայաստան ներդնեն, թե Հայաստան չներդնեն, հա, խնդրահարույց է դա էլի մի քիչ։ Հա, այդ տենց դեպքեր են լինում, բայց դրան տենց պետք չի վերաբերվել։ 99% հավանականությամբ կորցնելու եք, եթե դրան վերաբերում եք, որ հեսա շուտ կմտնենք, նույն կազինոն, նույն, հեսա մտնելու եմ ստավկա եմ դնելու, $100 միլիոն կրեմ, դուրս գամ, նույն բանն անելու։ Իրան պետքա վերաբերվել սուվերենության եւ store of value, այսինքն ոսկու պես դնում ենք մի կողմ, այո, ոսկին էլ ու արծաթն էլ կարան իջնեն, բայց ընդհանուր առմամբ մի քիչ էկոնոմիկայից հասկացողի համար, եթե ալխիմիա չհորինվի, որ կամայական բանից ոսկի է ստանում, ոսկու քանակն էլ սահմանափակ է, պահանջարկը գնալով աճում է ինչ-որ արագությամբ, հետեւաբար իր գինը բարձրանում է։ Նույնն էլ ստեղ այս երկու ձևերով ու կա իհարկե երրորդ բանը, կարող է դուք ինչ-որ ծառայություններից եք օգտվում, որոնք մենակ այդ կրիպտոարժույթից են վերցնում։ Օրինակ Իլոն Մասկը ինչ-որ Տեսլաները սարքել էր, որ Doge Coin-ով կարաս, հա, ինչ-որ մեկ այդ որ ասում էի շուն coin էր, էլի տենց ինչ-որ անլուրջ պրոյեկտ, որը դարավ շատ լուրջ պրոյեկտ, Տեսլա կարող էր կայքից այդ Doge Coin-ով գնել, կարան ինչ-որ հայկական, չգիտեմ, մանիկյուր անող ընկերություն ասի, օրիորդներ, մենք սրանց հետո մեր մանիկյուր coin-ով ենք միայն վերցնում։ Հասկանում եք դա ինչ է ստեղծում, որ նո օրենքի հետ ընդ հարցեր կան, դա երկրորդական է, բայց ստեղծում է մի իրավիճակ, որ դու փողով չես կարող գնաս այդ ծառայություն ծառայես, դու պետք է առնես այդ մանիկյուր coin-ից։ Եթե ինքն էլ սահմանափակ քանակի է, բարձա իր գինը բարձանում է։ Իսկն տենց դեպքեր էլ եղել են ու հələ դեռ շատ կլինեն։ Կրիպտոարժույթների օգտագործողների քանակը մոտ 400,000-ի կարգի է Հայաստանում, որը շատ բարձր է բնակչության տոկոսային հարաբերությամբ։ Երկրորդը օրենքի նախագիծ է դուրս բերվել, որով ամբողջությամբ կարգավորվում են, այսինքն դու կարաս գնաս ոստիկանությունը դիմես, ասես ես ունեի սա, կամ ժառանգություն թողես, կամ հարկվի, այսինքն ամբողջությամբ կրիպտոարժույթը ինչ որ էլ երևակայական բան չի, օրենքներ կան եւ այլն, այդ երկրորդ քայլն է, այլ հարցը թե ինչքանով է լավ այդ օրենքը, ինչքանով վատ, ինքը բավականին վատ օրենք, հա, որի դեմ պայքարեցինք շատ երկար, բայց չկարողացանք էլի ամբողջությամբ փոխենք։ Բանկային միջազգային բանկային մաֆիան բոլոր երկրներում փորձում են հենց օրենքներ անցկացնել, որոնց բանկերը շահով դուրս կգան, ոչ թե, նո պատկերացիք, չէ, էսի մի հատ տեխնոլոգիա է, որը բանկերի գրպաններից փողերը հետ է վերադարձնում քաղաքացիների գրպանները, բարձրան է լոբինգն է։ Ու երրորդը սա ունի ինչ տեխնիկական մասը, նայեք, մենք Հայաստանում ունենք բտանախարարության հետ ծրագրեր ենք շատ անում կրթական, կրթում ենք քաղաքացիներին։ Ունենք Հայաստանում առաջին բակալավրիատը այս մասնագիտությամբ, հա, կրիպտոարժույթների, բլոկչեյնի, Web 3 տեխնոլոգիաների աշխարհում ամենաառաջին բակալավրիատն է ու տարեկան 60 ուսանող գալիս սովորում են։ Այդ առումով, այդ պատառները տեխնոլոգիական առումով մենք տարել ենք։ Ունենք լավ ստարտափներ, ունենք լավ ընկերություններ, հա, մենք միակը չենք Հայաստանում, որ անում ենք ծրագրավորում Web 3-ում։ Եվ տակը էլի լավ պատառներ կան իրականում, բայց հələ որ ոնց որ չենք կարողանում դրանք վերցնենք։ Ամենասյուր մեծ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ են շատ բան անում, իհարկե բանկային սեկտորը, բայց սրա էթոսը ինքը լիբերտարիանիզմն է, ոչ թե լիբերալիզմը, այլ լիբերտարիանիզմը, ինքը Web 3-ի եւ այս ամեն ինչի հիմքում մարդու կատարյալ ազատությունն է, այսինքն ավելի տանում են այդ փիլիսոփայական ազատությունների անարխիայի, այս վերջերս շատ հաճախ ասում են անարխիստներ,
Իսկ ինչ արշակում ով ու ինչ ուզի փոխանցի, բա պետությունը չստուգի, մի հատ թույլտվություն տա, բա բանկը մի հատ չասի, սա մաքուր փող է, թե փողերի լվացում է, թե ինչ, այդ անարխիային են ավելի շատ տանում։ Նայեք, նախ առաջինը մենք այդքան չենք կոտրում, ցավոք սրտի, ես այդքան խելացի չեմ ու տենց գիտելիքների չեմ տիրապետում, բայց աշխարհում կան շատ հակերական խմբավորումներ, նամանավանդ Հյուսիսային Կորեայից, որոնց համար էսի հաց ու ջուր է, որտեվ եթե բանկն է թալանում Հյուսիսային Կորեայից, հետո ինչ ես անել այդ գումարը, փոխանցես Հյուսիսային Կորեայի հաշվին, ինչ էլի, պատկերացնում եք, չէ՞, միջպետական հարցերում ինչ բարդ է, պետքա տեղում ինչ որ բան գնես, այդ շատ բարդ է, իսկ կրիպտոարժույթը գողացար, կապ չունի Հյուսիսային Կորեայում ես, թե լուստի վրա ես, ոչ մեկ ոչ ման չի կարող անի։ Ինչ վերաբերում է այդ հակ լինելուն, իրականում ինքը շատ ավելի ապահով է, քան բանկային համակարգը։ Ուղղակի խնդիրը ինչումն է, բանկային համակարգը նախ կարա տեսնի կասկածելի գործարքա պաուզա տա, հա, ձեր կողմից։ Չնայած գիտեք, մեր քաղաքացիները շատ դեպքեր ա եղել, որ չեն պաուզա տվել։ Կարան լինի, կարա չլինի։ Իսկ այնտեղ հաստատ չկա։ Այնտեղ եթե կոտրեցին ձեր փոխանցում արեցին, ոչ մեկ ձեզ չի էլ հազանգելու, որ այ ձեզնից $1 միլիոն փոխանցել են կամ չգիտեմ $10։ Երկրորդը այդ սովորաբար պահում է ձեր հեռախոսի մեջ։ Կոտրել իրան հնարավոր է, եթե դուք կոտրվեցիք, հա, Սամվել Մարտիրոսյանի բաները որ նայեք, սովորաբար կոտրվում է մարդը։ Ինչ նշանակում, ձեզ ուղարկում են ինչ որ սիրուն փիսիկների նկարները, դուք սխում եք վրան, ձեր համակարգիչը աղտոտվում է եւ այլն։ Ուղղակի այս կրիպտոարժույթների մեջ եթե մի քիչ խորանա կամայական մարդ իրան կա կատարյալ անկոտրելի եղանակներ։ Օրինակ ես կարամ կրիպտոարժույթի իմ բանալիները ուղակի թղթի վրա պահեմ, ոչ միտեղ ուրիշ համակարգում չլինի, հա, ոչ հեռախոսից մեջ, ոչ մի սերվերի մեջ, ոչ միտեղ թուղթ ու գրիչով գրեմ, թուղթով կարամ սիրուհիների անունները դնեմ այդ փասվորդներով, չգիտեմ, կարամ տատուիրովկաներ անեմ հարևանի երեխեքի վրա, այդ մոտավորապես ֆանտազիան հասկացաք, չէ՞, այսինքն ինքը տեսականորեն Կորեայի հակերը չի կարող գա ձեր բանի մահճակալի տակ պահած փայտի վրա փորագրած այդ բանալի բառը գողանա, ձևեր կան հակ չլինելու, բնականաբար գեներալ մասաների համար իրանք բարդ են, բնականաբար մարդիկ ովքեր որ սովորեն իրենց բանալիները հեռախոսի մեջ պահեն, իրենց հեռախոսներն էլ անընդհատ տան ստեղ այնտեղ, չգիտեմ ինչ որ բաներ անեն, ավելի հաճախ են հակ լինում։ Բայց օրինակ կան sense հետաքրքիր դեպքեր Ուկրաինայում ինչ էին արել, հա, այդ թղթի վրա էին պահում, բայց այդ տունը այրվում էր, թուղթը այրվեց, այդ փասվորդը ոչ մեկ չի կարող վերականգնի, լավ չի։ Կար դեպք են, որ բանի վրա էր, կրիչի ֆլեշկայի վրա էր պահել, իր կինը կամ մայրը, չեմ հիշում, թափել էր էտի ու արդեն 5 տարի այդ աղբանոցները էքսկավատորներով ման են գալի, որպեսզի այդ ֆլեշկեն գտնեն, մինչև հիմա չեն գտել, հա։ Տենց մեթոդներ շատ կան, դրա համար ուկրաինացիք ինչ էին արել, պոպուլար էր մետաղյա թիթեղների վրա են այդ բանալի բառերը գրում, հա, մետաղական, որ ոչ այրվի, ոչ բան, պահում էին։ Ու սահմանը անցնելուց տամոժնիկները, որ սկան են անում, այդ մետաղական բաների վրա գրվածքներով տեսնելով նորից կոմպրոմիզացվել էր իրենց փասվորդները ու էլի իրենցից գողացել էին, այսինքն ամեն ինչն էլ իր թերություններն ու բաները ունի, բայց օրինակ բանկային համակարգում դուք ոչ մի ձև չեք կարող ձեր գումարները պահեք ձեր անկողնում տակ դուք քարտն եք պահում, բայց ձեր գումարները այդ քարտի վրա չի բանկում, հա, որտեղ կարա բանել լինի։ Իսկ ստեղ ձեր ֆանտազիայից ու ձեր գիտելիքներից է կախված, մի քիչ գրագիտության դեպքում ինքը շատ ավելի ապահով է, քան թե ստանդարտ համակարգերը։ Ես ինքս որ մտնենք չաթերում սովորաբար պատասխանում եմ top կրիպտոարժույթներն եմ բաղում, այս ֆինանսական խորհրդատվություն չի դեպ, հա։ Bitcoin, Ether, Polkadot, Polygon մեր հայկականներից էի մի քիչ պահում, էլ չեմ պահում, կան ոստումնալից պրոյեկտներ իհարկե, իդեպ ասեմ, մեր հայկական ստարտապներից մեկն է, նու ստարտապ չի, լավ ընկերություն է, Coinstats-ը, ինքը աշխարհի top պրոդուկտներից մեկն է, որտեղ մարդիկ իրանց coin-ներն են հետևում, հա, portfolio tracker-ը, ասենք մի քանի միլիոն մինիմում բան user ունեն, ակտիվ, օրական, եթե չեմ սխալվում, հա։ Ազատությունը տալիս է նաև խնդիրներ։ Ինչ ասում բանկային համակարգը։ Ձեզ պահում է վանդակի մեջ, ասում է, այստեղ վանդակի մեջ կմնաք, որտեղ երբ որ դուրս գաք, կարող է գնաք անտառ, այնտեղ ձեզ գայլերը ուտեն։ Լավ, ինչ որտեղ ճիշտ է ասում։ Այսինքն եթե ինքը թույլ տա դուք
ամայական բաժնետոմսեր գնեք, թույլ տա ամայական փոխանցումներ անեք, թույլ տա ձեր գումարները տնօրինեք եւ այլն, դուք կարող եք ինչ վերջ առաջ ինչ որ խնդրի հանգեք։ Ինչ ասում կրիպտո համակարգը, ասում դուք կատարյալ ազատ էակ եք, ինչ ուզում եք արեք։ Բնականաբար, երբ որ ինչ ուզում եք անեք, կարաք նաեւ գնաք անտառ եւ խնդիր ունենաք։ Այսինքն կրիպտո առույթների համակարգում, եթե դուք ինչ որ մի հատ սխալ բան եք անում, սխալ մարդու հասցեին եք փոխանցում, հա, չեք կարող զանգեք, չկա ինչ որ մեկը ում զանգեք, ասեք սխալ եմ փոխանցել, հետ տվեք այս փոխանցումս։ Եթե կորցրեցիք ձեր հեռախոսը, ձեր բանալիները, չկա մի հատ բանկ, որտեղ գնաք անձնագրով ասեք կորցրել եմ, կվերականգնեք իմ, կորցրել ես, всё, ինչ իմանամ կորցրել ես, թե ինա դու ես վերացրել, թե հասկացաք, այդ ամենակ, այսինքն պետքա քաղաքացին ինչ որ չափով կրթված լինի, որը բնականաբար բարդ է ինչ որ տարեց, տատիկների, բաների, թոշակառուների համար, բայց այդտեղ էլ հիբրիդային լուծումներ կան։ Օրինակ, ոնց որ Binance Exchange եւ այլն sense մեծ անուններ լսած կլինեք, եւ նաեւ Հայաստանում էլ հիմա ինչ որ ծրագրեր մշակվում են, որ էլի կրիպտո առույթ է, բայց դու տալիս ես կարծես ի պահարության, այսինքն այդ ընկերությունը քո համար անում է այդ ամեն ինչը, թոշակառու տատիկ ես, շատ լավ, եթե հեռախոսից կարող ես օգտվես, խնդիր չկա, մենք կպայենք, կկորցնես, կգաս անձնագրով, մենք կվերականգնենք, բայց բնականաբար նաեւ եթե պետեկապունքների կոմիտեն կամ հարկային ասի պետք է սառացնեք այդ տատիկի այդ գումարը, քանի որ ինքը ի պահարության է, այդ էլ կարան անեն, այսինքն այդտեղ կա էլի trade-off-ը, կա այդ բանը, որ ինչ որ բանից զրկվես, ինչ որ բան տաս, բայց ամեն դեպքում բանկային համակարգի ոնց որ իրան գիտեք օրերը հաշված են, հարցը միայն քաղաքացիներին չի, հարցը միջպետական փոխանցումներն են, էլի այդ ահռելի տոկոսները, որ պահում են այդ արանքի համակարգերը, ասենք Swift-ի։ Իրանք ոչ մի բանով չեն կարող գերշահույթային են, էլի չեն կարող ոչ մի բանով արդարացվեն։ Հարցը նրանն է, թե որ պետությունները ավելի շատ կքաղեն դրանից։ Տրամպի հիմնական բանը այն է, որ ասում է մենք պետք է լավագույն օրենքներ ունենանք, որ բոլոր ստարտափները գան Հայաստան, Ամերիկա։ Հա Դուբայը, Սինգապուրը, Շվեյցարիան բոլորը շատ ավելի լավ օրենքներ ունեն։ Ու ասում են հարկ ես ուզում վճարես, արի քո կրիպտոյի վճարի, ինչի համար գնաս փոխանակես նոր գազ կամ Դուբայ ասում է բնականon ես ուզում գնես շատ լավ արի կրիպտոյով գնի ինչի համար տանես լցնես բանկին տոկոսներ տաս հա բանկը փոխանցում անի կանխիկացնեն մի հատ էլ տոկոսներ տա խնդիր չկա վարկյանական փոխանցումը տարա բնակարանը գնի որ մի հատ նոր պրոյեկտ է լինում որ լավն է լինում ու ես ինքս մեջ ներդրել եմ, ես ասում եմ, ես սրա մեջ ներդրել եմ։ Կյանքում խորտ չենք տալի, որտեղ դա ծայրահեղ, հենց չենք ասում սրանից առեք։ Դա ծայրահեղ բան է, անշնորհակալ գործ է։ Որտեղ եթե որ ինքը աճեց, օքեյ, խնդիր չկա։ Երբ որ ինքը ընկնում է, քեզ միշտ ասում են խենգավ։ Կամ որ գալիս են ասում են սրանից գնեմ, ասում ես դրանից չեմ գնել։ Որտեղ եթե ասես չէ մի գնի, մեկ էլ պարզվում է բարձրանա, մի հատ ինչ որ հիմար coin, ասենք չգիտեմ, Shiba-ին, ինչ որ մեկը իր շան coin-ն է բաց թողել, ասում է շունիկս առավոտը զարտուկ ծիծաղում եք, բայց $100 միլիոն դոլարների այդ ամեն մի coin-ը բաց են թողել, աշխատել են ու ոչ ման չի եղել։ Ոչ միտեղ չեն տարել այդ պրոյեկտը, ուղղակի այդ փողերը վերցրել գնացել են։ Շունս կամ գորտս կամ չգիտեմ ինչ որ բանը, ու մեկ էլ բարձրանում ասում են դու բասում ես չի աշխատելու, ու էլի քեզ են մեղադրում։ Դրա համար ասում եմ որ your money where your mouth is, այսինքն որտեղ որ ես իմ փողն եմ դրել կամ չեմ դրել, այդ եմ ասում, ստեղ դրել եմ, ստեղ չեմ դրել։ Ընդհանուր առմամբ եթե ինչ-որ մեկը մեզ նայում է նոր այս ոլորտի մեջ, խորտ չեմ տալիս այտենց մտնել, փորձել տրեյդ անել եւ այլն, այդ խաղամոլության կարգի բան է, մեկ։ Երկրորդը խորտ չեմ տալիս այդ խորհուրդները լսել ինֆլուենսերների top ամենա բանի Քիմ Քարդաշյանի վրա էլ կա գործ հարուցված, Akon-ի էլ, չգիտեմ, Jay-Z-ի էլ, բոլորը խորհուրդ են տվել ինչ-որ coin առնել, որը արդյունքում ուղղակի կուրսը զրոյացել է, մարդիկ իրենց փողերը կորցրել են։ Ուսում ասում այդ ինֆլուենսերներին լսել, ստեղ այնտեղ կարծիքներ YouTube 100 միլիոններով այդ պրասմոտ դիտումներ ունեցող մասնագետներին լսել ոչ ման պետք չի, ուղղակի պետքա լսել մեզ։ Չհետաքրքրված անձանց էլի մասնագետների, որ ասենք Սամը Մարտիրոսյան շուշուտա չէ, բաներ նյութերաթողարկում ասում է, SS խափեություն է, Գազպրոմ ակցիաներ, որ ռեկլամ են Խափեություն է, պարզ ինքը չհետաքրքրված կողմից չի խափի էլի։ Եկեք ֆիքսենք մի բան, պետք է ողջ բնույթով ատել բանկերը։ Բանկային համակարգը մարդկության վատագույն բաներից մեկն է։ Երբ որ մեղադրում են կապիտալիզմն է վատ, թե սոցիալիզմն է, թե եւ այլն, դա ուղղակի այլ խոսքերով մեղադրվում է, թե ինչն է վատ։ Ստեղի բանկերը, թե այնտեղի բանկերը։ Պետք է հասկանանք, որ ասես մի հատ բանկա
all wars are bank wars, բոլոր պատերազմները բանկերի պատերազմներն են։ Պատճառներ շատ կարելի է գտնել, բայց դրանց խորքային հիմքում ընկած է էկոնոմիկ խնդիրները, ու այդ էկոնոմիկ խնդիրների թելադրողը հիմնական բանկային համակարգն է, ու մարդիկ շատ քիչ հատելություն են բանկային համակարգի հանդեպ, պետքա կրթվածության ու լոբինգի արդյունքն է, պետքա դա բարձրացնել։ Մարդիկ ատում են հարևան պետությունները թշնամի, ինչ որ երևույթներ, ռակը, չգիտեմ բանը, բայց չեն հասկանում, թե դրանք ինչքան անցողիկ բան են ու ինչքան չանցողիկ բան է բանկային համակարգը։ Իսկ իր սկզբնակ ստեղծվելուց ի վեր ոնց է ինքը հանրություններ ու պետություններ փչացնում։ Առաջինը պետքա ատել ողջ սրտով բանկային համակարգը, նոր է դրանից հետո հասկանալ, որ մեզ եկել է իրանից փրկվելու մեթոդ։ Մենք իրանից կօգտվենք, թե չենք օգտվի, դա արդեն ով որ կօգտվի ինքը իրավունք ուներ ստանալ ազատություն, ով որ չի օգտվի իր ճակատին գրած էր միշտ մնալ բանկային համակարգի ստրուկ։ Հիմա իմ հորդորն է ձեզ, մի եղեք բանկային համակարգի ստրուկ։ Շատ խոսացինք, հա ոնց էր։ Կամ հիմա արեք, կամ հետո ուշ եք անելու, ավելի քիչ աշխատեք։ Հիմա, այս մեր դիտորդը որ դիտում է, հիմա սովորեք ու հիմա մի քիչ գնեք ձեր իսկ սուվերենության համար։ 5-10 տարի հետո ձեր երեխեքն ու թոռները ձեզ շնորհակալություն կհայտնեն։